Բարև ձեզ հարգելի գործընկերներ, պետք է հայտարարեմ, որ այսօրվա արտահերթ նիստ հանձնաժողովի չեղարկվում է, ինչի մասին հայտարարությունը արդեն պետք է դրված լինի։ Պատճառը կայանում է նրանում, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք եւ հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք այս նախագիծը հանձնաժողովի նիստում դնել, մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում, ներողություն եմ խնդրում ձեր մասնակցությամբ։ Ոչ, նիստը չեղարկվեց։ Լրացուցիչ կհայտնենք նիստի օրվա եւ ժամի մասին։ Մի քիչ անհասկանալի է, որ 2 րոպե առաջ է չեղարկում, հատկապես որ Պաշտպանության նախարարը ազգային ժողովի շենքում էր գտնվում, մեզ համար խիստ անհասկանալի է, նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացական եզրակացություն, նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհանուր մինչև մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը, ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը բոլորինն են, բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները, անկախ սոցիալական, ռասայական եւ այլ տարբեր կատեգորիաների։